Դավոսում կայացած համաշխարհային տնտեսական ֆորումում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ կոլապս է ապրում, վերականգնվող էներգետիկայի աղբյուրներին անցնելու պատճառով։ Ամերիկացի առաջնորդը ծանր իրավիճակը պայմանավորել է հողային տուրբինների լայնորեն կիրառմամբ։ Ամենուրեք հողային տուրբիններ են, որոնք ոչնչացնում են ձեր հողը, նշել է Թրամփը։ Նա նաև մեջբերել է վիճակագրություն։ Ըստ նախագահի, Գերմանիայում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2017 թվականի համեմատ նվազել է 22%-ով։ Մինչդեռ Մեծ Բրիտանիան արտադրում է 20-րդ դարի վերջում արտադրվածի միայն 1/3-ը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է լուծել Ուկրաինայի հետ հակամարտությունը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ես շփվում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եւ նա ցանկանում է համաձայնության գալ։ Ես շփման մեջ եմ նաև Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հետ, եւ կարծում եմ, որ վերջինս եւս ցանկանում է համաձայնություն։ Ես հանդիպելու եմ նրա հետ, հայտնել է ԱՄՆ առաջնորդը։ Վերջինս շեշտել է, որ ինքը ձգտում է օգնել հակամարտության կարգավորմանը միայն մարդկային կորուստները կանխելու համար, բայց որ Եվրոպան, այլ ոչ թե ԱՄՆ-ն պետք է աշխատի խաղաղ կարգավորման վրա։ Նրանք չեն գնահատում այն, ինչ անում ենք։ Երբ ես խոսում եմ ՆԱՏՕ-ի մասին, խոսում եմ Եվրոպայի մասին։ Նրանք ստիպված կլինեն աշխատել Ուկրաինայի հարցով, բայց ոչ մենք։ Միացյալ Նահանգները շատ հեռու է, մեզ բաժանում է մեծ գեղեցիկ օվկիանոս։ Մենք դրա հետ ոչ մի կապ չունենք, հավելել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը նաև մեկնաբանել է Պուտինի եւ Զելենսկու միջև հարաբերությունները։ Նա ասել է, որ երկու նախագահները կիսում են հսկայական եւ աննորմալ ատելություն, բայց Ռուսաստանն ու Ուկրաինան ցանկանում են համաձայնության գալ։ Մենք երրորդ համաշխարհային պատերազմ չենք ունենա։ Կարծում եմ, որ եթե ես չընտրվեի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտությունը կարող էր վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի, ասել է նա պատասխանելով լրագրողների հարցերին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ առանց Գրենլանդիայի Միացյալ Նահանգները չի կարողանա ապահովել միջազգային պաշտպանությունը։ Առանց դրա չի ստացվի լավ միջազգային պաշտպանություն, ասել է Թրամփը Դավոսում ընթացող համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։ Վերջինս շեշտել է, որ Միացյալ Նահանգներին Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային եւ միջազգային անվտանգության համար։ Տեսնենք ինչ կլինի, հավելել է ԱՄՆ առաջնորդը։ Բելգիայի վարչապետ Բարդե Վևերի խոսքերը Եվրոպայի ստրկության մասին սարսափի ճիչ են։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Սա եվրոպական իրականության ողբերգական հաստատումն է։ Այդ համատեքստում այն, ինչ ասել է Բելգիայի վարչապետը, ոչ թե օգնության ճիչ է, այլ սարսափի աղաղակ, թե ինչի է ինքն իրեն հասցրել, նշել է դիվանագետը։ Նրա խոսքով Դևևերը խոսել է առանց սարկազմի եւ ողբերգական հուսահատությամբ, հստակ գիտակցելով այն իրավիճակը, որում հայտնվել է Եվրոպան սեփական գործողությունների պատճառով։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Դավոսում կստորագրի Հունգարիայի խաղաղության խորհրդին միանալու վերաբերյալ փաստաթուղթը եւ բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մենք Դավոսում կհանդիպենք Թրամփի հետ եւ Հունգարիայի անունից խաղաղության խորհրդին միանալու վերաբերյալ փաստաթուղթ կստորագրենք, ասել է Օրբանը։ Նա հավելել է, որ Թրամփի հետ հանդիպումից հետո կմեկնի Բրյուսել Եվրամիության արտահերթ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի համադաշնություն։ Հունվարի 22-ին վարչապետը Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ կմասնակցի խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։ Այսօր արձանագրված դիզվառելիքի գնի նվազումն էականորեն նպաստելու է մեր գյուղմթերքի մրցունակությանը, քանի որ ինքնարժեքը նվազելու է։ Ազգային ժողով կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով դիզվառելիքի գնի 20% նվազման դեպքում գյուղացին 1 կիլոգրամ կարտոֆիլ աճեցնելու համար հենց այդքան քիչ գումար է ծախսելու։ Խաղաղությունը կոնկրետ թվով, կոնկրետ դրամական արտահայտությամբ այսօր ամեն հայաստանցու տուն մտնում է, այսօր ամեն մեկը դիզվառելիքը պակասա բանանում վճարում, մյուսը դրա արդյունքում աճեցրած գյուղմթերքը պակաս գնով է ձեռք բերում, թանկացումներից են չէ խոսում։ Էլ չեմ ասում, երրորդը բենզինը ավելի պակաս նվազ գնով է ձեռք բերում եւ այդպես շարունակ։ Եվ սրան գումարենք նաեւ, որ այդ նույն մեքենան բարեկարգ ճանապարհին
Օրինակ մեկը հաշվել է, վերջին 5 տարիներին Հայաստանի քաղաքացիները իրենց մեքենաների նորոգման համար ինչքան պակաս գումար են ծախսել։ Մեկը հաշվել է։ Ժամանակը չէ մենակ պահեստամաս գնելու վրա։ Քանի տասնյակ միլիարդ դրամ պակաս են ծախսել։ Այդ չեն հաշվում։ Ազգային ժողովում Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրել է ուժային կառույցները եկեղեցու դեմ պայքարում օգտագործելու մեջ։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, թե իրավապահ մարմինների ծառայողները պարտավոր են նման գործողություններ իրականացնել։ ԱԱԾ օպերլիազորը պարտավոր է այդ թվում հակահետախուզական պրոֆիլակտիկ աշխատանքներ անել, այդ թվում հոգևորականների հետ։ Եվ մենք այդ ուղղությամբ շատ ակտիվացրել ենք հակահետախուզական պրոֆիլակտիկ աշխատանքները, որպեսզի այդ թվում մեր հոգևորականներին, ովքեր հայտնվել են մեր գնահատմամբ օտարերկրյա հատուկ ծառայությունների տեսադաշտում, որպեսզի մենք նրանց խորհրդատվություն տանք, որպեսզի նրանք չհավաքագրվեն, իսկ եթե հավաքագրվել են, վերահավաքագրվեն։ Շնորհակալ։ Մասիսի նախին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը տնային կալանքի անցնելու որոշումից հետո հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, հարգելի ընկերներ, նախ եւ առաջ ուզում եմ երախտիկի անկեղծ խոսքերս հղել ձեզ բոլորիդ։ Մեր երկիրը դժվար օրեր է ապրում, բազում մարտահրավերների դիմակայում։ Այս իրողության պայմաններում միայն միասնականությամբ ու հաստատակամությամբ կարող ենք հաղթանակներ եւ դրական արդյունք ունենալ, ինչում եւս մեկ անգամ համոզվեցի 3 օր առաջ։ Չլիներ ձեր աջակցությունը, չլիներ ձեր պայքարը, չէր լինի նաև իմ այս փոքրիկ ձեռքբերումը, որի շնորհիվ կրկին կարող եմ ազատ խոսքով հանդես գալ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր վճռականության եւ նվիրումի համար եւ ասել, որ մեր պայքարը դեռ բազում մեծ ու փոքր հաղթանակներով է զարդարվելու։ Ոչ մի կալանք, ոչ մի բռնաճնշում եւ ոչ մի Նիկոլ չի կարող շեղել մեզ մեր ընթացքից։ Այո, մենք գիտեինք, որ ուղին, որով միասին որոշել ենք ընթանալ, հեշտ չէ, բայց այդ զրկանքներն առավել քան իմաստալից են։ Ավելին ասեմ, առանց այդ զրկանքների որևէ արդյունք չէինք կարող ունենալ։ Դրանք այն դժվարություններն են, որոնք պետք է հաղթահարվեն, որպեսզի ունենանք մեր երազանքի հայրենիքը, ուժեղ եւ պատվարժան Հայաստանը։ Կրկին շնորհակալություն բոլորիդ աջակցության եւ սատարումի համար։ Առաջ դեպի հաղթանակած Հայաստան, ասված է Դավիթ Համբարձումյանի հայտարարությունում։ Կամավորատեսավորման արդյունքները ամբողջությամբ ամփոփված են 9602 ուսուցիչ, որը մեր ուսուցչական կազմի շուրջ 31%-ն է, մեր ամեն երրորդ ուսուցիչը հաջողությամբ հաղթահարել է ատեստավորումը եւ ստանում է բարձրացված վարձատրություն։ Այս մասին ազգային ժողով կառավարություն հարցոպատասխանի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պատասխանելով ԿՊ խմբակցության падգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին։ Սա իսկապես լավ դինամիկա ու առաջընթաց է, մենք ոչ միայն կամավորատեստավորման ուղղությամբ ենք այս տեմպը տեսնում, օրինակ տարակարգին դիմելու եւ տարակարգ ստանալու տեմպն ավելի քան 3 անգամ աճել է։ Այս քաղաքականությունները ունեն կոնկրետ արդյունք։ Նախորդ տարի մեր դպրոցներ մտել են շուրջ 4000 նոր ուսուցիչներ։ Նրանց 80%-ը մինչև 45 տարեկան մարդիկ են։ Մարդիկ են, որոնք ընտրել են մանկավարժությունը, ուսուցչի մասնագիտությունը, որովհետև տեսնում են կառավարության քաղաքականությունը, տեսնում են, որ դրա շնորհիվ ուսուցիչը մասնագիտական զարգացման համապատասխան խողովակներով արժանապատիվ վարձատրության հնարավորություն ունի, նշել է նախարարը։ Ադրբեջանի իշխանությունները սկսել են օկուպացված Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի վերաբնակեցումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ այսօր Ստեփանակերտ է տեղափոխվել 36 ընտանիք 162 մարդ։ Նրանց հանձնվել են նոր բնակարանների բանալիները։ Նշենք, որ ադրբեջանցիներին բնակեցնում են քանդված հայկական տների տեղում կառուցված շենքերում, չկա որևէ տեղեկություն այն մասին, թե սկզբունքորեն ինչ առնչություն ունեն նրանք Լեռնային Ղարաբաղի հետ։ Չի բացառվում, որ նրանք լինեն մերձավոր արևելք բերված ահաբեկիչները։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով 2021 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղում 26513 մարդ է տեղավորվել։ Մասյացոտնի թեմին ոսկե տափից Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը փոշմանել է, որ միացել է վարչապետի կողմն անցած եպիսկոպոսներին ու քահանաներին։ Նա հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Ես Մասյացոտնի թեմի ոսկե տափից Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանս խորապես ափսոսում եւ ցավ եմ ապրում իմ երեկվա հայտարարության համար, որը հետևանքեր արտաքին ազդեցությամբ մոլորության, իրականությունը ճիշտ չգնահատելու եւ հոգեկան լարվածության։ Այդ հայտարարությունը չի արտահայտել
արտահայտում իմ իրական միտքն ու համոզմունքները, ես վերահաստատում եմ Մասյացոտ թեմի հոգևորականներից 1701-2026 թվականի հայտարարությունը։ Իմ ողջ ծառայության ընթացքում ես փորձել եմ հավատարմորեն ծառայել ձեզնից յուրաքանչյուրին պահպանելով Սուրբ եկեղեցու կարգը եւ նույն պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ այսուհետ եւս շարունակելու եմ իմ սպասավորությունը։ Խոնարհաբար հայցում եմ ամենքիդ ներողամտությունը եւ խնդրում եմ հիշել ինձ ձեր աղոթքներում, ասված է Տեր Արտաշես Քահանա Հակոբյանի հայտարարությունում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևին, նաև շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր վարչապետին այն քաղաքական կամքի համար, որը դրսևորվել է։ Այս մասին Դավոսում Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը թեմայով քննարկված ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Այս ամենի նպատակը միայն խաղաղությունն է եղել, ոչ թե իշխանության մնալն է խնդիրը եղել, այլ խաղաղ ապրելը, կներեք, որ ես այսպես եմ մեկնաբանում պարոն Ալիև, ասել է Խաչատուրյանը։ Իրանի մի խումբ քաղաքացիներ մտադիր են Երևանում երթ կազմակերպել ընդդեմ Իրանի իշխանությունների, բայց Երևանի քաղաքապետարանը չի արտոնել ընդդեմ իրանական իշխանությունների դեմ հանրահավաքը։ Եվրամեդիա 24-ը Երևանի քաղաքապետարանից տեղեկացավ, որ արգելվել է Իրանի քաղաքացի Սեյեդ Մասուդ Թահերիի կողմից հունվարի 24-ին ժամը 11:00-ից 15:00 Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հարակից տարածքից Բաղրամյան պողոտա, Մաշտոցի պողոտա, Ամիրյան փողոց Հանրապետության հրապարակ Հայաստանի Հանրապետության կառավարության շենքի հարակից տարածք երթուղով երթի անցկացումը։ Նշենք, որ Երևանում Իրանի դեսպանատան մոտ արդեն տևական ժամանակ է ինչ հավաքներ են տեղի ունենում, առաջացնելով պաշտոնական Թեհրանի դժգոհությունը։ Հայաստանը վերածվում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների կենտրոնի։ Հունվարի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կոշտ գնահատականներ հնչեցրել Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրխոլամին։ Մինչ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները շարունակվում են, Հայաստանը կայացնում է որոշումներ, որոնք կարող են հիմնարար կերպով փոխել իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը եւ անվտանգության համակարգը։ Այս նախաձեռնությունների շարքում Վաշինգտոնի հետ վերջերս հաստատված Թրամփի երթուղի նախագիծը ցույց է տալիս միջազգային ենթակառուցվածքային նախագծերի ինտեգրման հանձնառությունը։ Այս ծրագիրը նախատեսում է հայ-ամերիկյան կառավարության ընկերության ստեղծում առնվազն 49 տարի ժամկետով բացառելով Ռուսաստանի ցանկացած մասնակցություն, չնայած Մոսկվայի կողմից իր տարածաշրջանային շահերի վերաբերյալ բազմիցս արված նախազգուշացումներին։ Միևնույն ժամանակ Անկարան եւ Բաքուն ոչ պաշտոնական արշավ են անցկացնում ռուսական ռազմական ներկայությունը նվազեցնելու կամ վերացնելու համար, մասնավորապես Գյումրու բազայում եւ Աուրիկի սահմանային անցակետում։ Եթե այս սցենարը իրականանա, Հայաստանը կարող է հայտնվել շատ փխրուն աշխարհաքաղաքական իրավիճակում, ենթարկվելով ռազմական ռիսկերի աճի։ Ադրբեջանը, որի պաշտպանական բյուջեն զգալիորեն գերազանցում է Հայաստանին եւ որի զինված ուժերը մեծապես ինտեգրված են Թուրքիայի զինված ուժերի հետ, կունենա այնպիսի ճնշում գործադրելու առավելություն, որը կարող է սահմանակից լինել բացահայտ հակամարտությանը։ Տնտեսական հետևանքները նույնքան ծանր կլինեն։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ բազայի դուրսբերումը օրակարգում չէ, ինչը ցույց է տալիս Երևանի կողմից դրան առնչվող ռիսկերի մասշտաբի ըմբռնումը։ Ներկայիս աշխարհաքաղաքական համատեքստում այս ռազմավարական աջակցության կորուստը ստեղծում է ռիսկեր, որոնք այլընտրանքային գործընկերությունների կամ նոր տրանսպորտային միջանցքների ընդլայնումը չի կարող փոխհատուցել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկություն է հայտնել Գրենլանդիա ուղարկել առնվազն եւս 200 ֆրանսիացի զինծառայող։ Նախագահ Մակրոնը պլանավորում է ի պաշտպանություն Գրենլանդիայի բնակչությանը առնվազն 200 ալպիական հրաձիգներից կազմված ջոկատ ուղարկել։ Ֆրանսիան նախկինում արդեն Գրենլանդիա ուղարկել է մոտ 15 զինծառայող։ Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, երկիրը նաև խնդրել է կազմակերպել ՆԱՏՕ-ի զորավարժություններ կղզում։ ԱՄՆ-ն մերձավոր արևելք է ուղարկում USS Abraham Lincoln ավիակիրը եւ F-15E Strike Eagle կործանիչ ռմբակոծիչները, հաղորդում է Wall Street Journal-ը, հղում անելով պաշտոնյաներին եւ ինքնաթիռների հետևման տվյալներին։ Ինքնաթիռը Հորդանանում վայրեջք է կատարել հունվարի 18-ին։ Տարածաշրջանում կտեղակայվեն նաև լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր, այդ թվում ամերիկյան Patriot եւ THAAD հակահրթիռային համակարգերը։ Պարբերականը նաև հայտնել է, որ անցյալ շաբաթ Իրանին հարվածներից հրաժարվելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս ճնշում է գործադրում իր օգնականների վրա Իրանի ղեկավարության դեմ վճռական ռազմական տարբերակներ կիրառելու համար։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը։
Նա նշել է, որ ամերիկացի առաջնորդը ցանկանում է հավերժ մնալ պատմության մեջ։ Բոլորը հասկանում են, Թրամփը պետք է կղզին գունավորի աշխարհի քարտեզների վրա աստղերով եւ շերտերով եւ կանգնի հիմնադիր հայրերի կողքին։ Նա ցանկանում է հավերժ մնալ պատմության մեջ եւ միևնույն ժամանակ դառնալ Ռուսաստանի նախագահի նման, ասել է անվտանգության խորհրդի փոխնախագահը։ Եվրոպական կառավարությունները մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է զգալի ճնշում գործադրել իրենց վրա, առաջարկելով իր ղեկավարությամբ ստեղծել նոր միջազգային մարմին՝ ՄԱԿ-ին այլընտրանք, հաղորդում է Bild թերթը, հղում անելով իր աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով Եվրոպայում ուժեղ անհանգստություն է տիրում Թրամփի Դավոսում կայանալիք համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթից առաջ։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ ԱՄՆ նախագահը կարող է օգտագործել Դավոս կատարած իր այցը ՄԱԿ-ին մրցակից կազմակերպություն ստեղծելու եւ համաշխարհային քաղաքականության մեջ իր ազդեցությունը ավելի ամրապնդելու համար։ Այդ նպատակով Թրամփը կարող է օգտագործել իր նախաձեռնած խաղաղության խորհուրդը Գազայի հատվածում իրավիճակը կարգավորելու համար։ Ադրբեջանը Ուկրաինայի ուղարկել էլեկտրատեխնիկական ապրանքների բեռ $1 միլիոն արժեքով, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։ Ադրբեջանի մարդասիրական օգնության շրջանակներում Սումգայիթի տեխնոլոգիական պարկի տարածքից Ուկրաինա ուղարկվել է հերթական էլեկտրատեխնիկական բեռը։ Օգնության առաքումն իրականացվել է էներգետիկայի նախարարության կողմից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2026 թվականի հունվարի 16-ի հրամանագրի համաձայն մարդասիրական բեռի մեջ ներառվել են 12 ցածր լարման պանել, 11 գեներատոր, 5 տրանսֆորմատոր եւ 27000 մետր մալուխ եւ լարեր։ Օգնության ընդհանուր արժեքը, որը կազմակերպվել է Ուկրաինայի կողմից դիմումի վրա, կազմում է $1 միլիոն, նշվում է հաղորդագրության մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնալիք է հնչեցրել Իրանի հասցեին, խոստանալով ամբողջովին ոչնչացնել երկիրը, եթե իր կյանքը վտանգի տակ հայտնվի։ Նրանք չպետք է այդպես վարվեն, բայց ես նախ զգուշացրել եմ, եթե ինչ-որ բան պատահի, ամբողջ երկիրը հոդս կցնդի։ Իմ հրամանագրերը շատ հստակ են, եթե ինչ-որ բան տեղի ունենա, նրանք կջնջվեն երկրի երեսից, ասել է նախագահը մեկնաբանելով News Nation-ի հաղորդավարի այն պնդումը, թե Իրանը սպառնում է Թրամփին։ ԱՄՆ ղեկավարը նաև մեղադրել է իր նախորդին նախագահ Ջո Բայդենին Թեհրանի նկատմամբ բավարար կոշտ քաղաքականություն չվարելու համար։ Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժեմյոնը մտադիր է ջանքեր գործադրել վերականգնելու 2018 թվականի սեպտեմբերի 19-ին ԿԺԴՀ-ի հետ ստորագրված ռազմական ոլորտում լարվածության նվազեցման համաձայնագրի գործողությունը։ Հարավի եւ հյուսիսի միջև ոչ կանխատեսված բախումները կանխելու քաղաքական գործիչների եւ զինվորականների միջև վստահությունը ամրապնդելու համար ես կձգտեմ վերականգնել 2018 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական համաձայնագիրը, ասել է նախագահը։ Բացի այդ, նա խոստացել է ջանքեր գործադրել ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի միջև երկխոսության հնարավորինս արագ վերականգնման, ինչպես նաեւ Սեուլի եւ Փհենյանի միջև հաղորդակցության համար պայմանների ստեղծման ուղղությամբ։ Մենք կշարունակենք խնդիրները լուծման ստեղծագործական մոտեցումներ փնտրել, քանի որ խաղաղությունը համապատասխանում է թե հարավի, թե հյուսիսի շահերին, հավելել է հարավկորեացի առաջնորդը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները տիրապետում են այնպիսի զինատեսակների, որոնց մասին աշխարհի մյուս երկրներին հայտնի չէ։ Մենք ունենք զենք, որի մասին ոչ ոք չգիտի։ Հավանաբար լավ կլիներ այդ մասին ոչ մեկին չասել, բայց մենք ունենք զարմանալի զինատեսակներ, ասել է նա մեկնաբանելով լրագրողի այն հայտարարությունը, թե Վենեսուելայում իրականացված ռազմական գործողության ընթացքում կիրառվել է ինչ-որ տեսակի ձայնային զենք։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարը չի բացահայտել հիշատակված զինատեսակի վերաբերյալ որևէ մանրամասներ։ Պենտագոնը դեռ չի ստացել հրահանգ սկսելու ԱՄՆ-ի ռազմական օպերացիայի ծրագրի պատրաստումը Գրենլանդիայում, հայտնում է New York Times թերթը, հղում անելով իր աղբյուրներին։ Թերթը հիշեցրել է, որ Պենտագոնը մշակում է ծրագրեր տարբեր անսպասելի ռազմական իրավիճակների համար։ Այնուամենայնիվ, նախարարության աշխատակիցներն դեռ չեն վստահեցրել Գրենլանդիայում օպերացիա պլանավորելու խնդիրը, նշել են աղբյուրները։ Մասնագետների կարծիքով տեսականորեն ամերիկյան զորքերին դժվար չի լինի գրավել կղզին։ Այնուամենայնիվ, Պենտագոնի աշխատակիցներն ու բարձր դիրք ունեցող ամերիկյան զինվորականները դժգոհ են այն հայտարարություններից, թե հնարավոր է ուժային օկուպացիա Գրենլանդիայում, նշել է հրատարակությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը դարձել է նվեր Ռուսաստանի Դաշնության առաջնորդ Վլադիմիր Պուտինին։ Նման տեսակետ է հայտնել գերմանական պարբերականը։ Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետը եվրոպական ուղղությամբ դարձել է Մոսկվայի համար նվեր, նշվում է հրապարակման մեջ։ Հոդվածում ասվում է, որ ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային սպառվել է, իսկ ամերիկացիների Եվրոպայից դուրս գալը դարձել է իրական սցենար։ Բացի այդ, Թրամփը հիմա սպառնում է Գրենլանդիայի միացմամբ փլուզել Հյուսիսատլանտյան դաշինքը, հավելել է պարբերականը։ Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հիշատակված ոչ ոքի հայտնի զենքը իրականում դոլարն է։ Այսպես պատգամավորը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունը, ըստ որի Վաշինգտոնը ունի հատուկ մարտական միջոց, որի մասին աշխարհը տեղյակ չէ։ Կոլեսնիկի խոսքով, եթե այդ զենքի մասին ոչ ոք չգիտի, ապա հավանական է, որ այն պարզապես գոյություն չունի։ Նա նաև կասկածի տակ է դրել Վենեսուելայում օգտագործված ձայնային զենքի մասին լուրերը, նշելով, որ իրականում գործի է դրվել ֆինանսական ազդեցությունը, կաշառքն ու դավաճանությունը, հատկապես Վենեսուելայի ղեկավարի մերձավոր շրջապատում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին միացած եպիսկոպոսներն առաջարկում են չեղարկել Ավստրիայի ժողովը, հայտարարությունում մասնավորապես ասված է. Մայրաթոր Սուրբ Էջմիածնից եպիսկոպոսներին հրավեր է ուղարկվել մասնակցելու 2026 թվականի փետրվարի 16-ից 19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում գումարվելիք հայ եկեղեցու եպիսկոպոսատ ժողովին։ Նշվում է, որ ժողով հրավիրելու որոշումը կայացվել է հունվարի 13-ին գումարված Գերագույն հոգևոր խորհրդի կողմից։ Եպիսկոպոսատ ժողովին նախատեսվում է քննել հայ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները եւ ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Այս խնդրահարույց գրությանն ի պատասխան հայտնում ենք. այսօրվա Գերագույն հոգևոր խորհուրդն անվավեր կառույց է, քանզի այն ընտրվել էր 2017 թվականի եկեղեցական ներկայացուցչական ժողովի կողմից 4 տարի ժամկետով, որի գործունեությունն ավարտվել է 2021 թվականին։ Դրանից հետո անդամների հեռացումներն ու լրացումները կատարվել են ամենայն հայոց կաթողիկոսը գահը զբաղեցնող անձի կամայականությամբ։ Ուստի այդ Գերագույն հոգևոր խորհրդի որոշումները կանոնական չեն։ Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը Մայրաթոր Սուրբ Էջմիածինն է, որը հայ եկեղեցու նվիրապետության կենտրոնն է, ճանաչված եւ քրիստոնյա աշխարհի եւ հայ եկեղեցու նվիրապետական աթոռների կողմից։ Որպես Մարի եկեղեցու հոգևոր կենտրոն այստեղ են ձեռնադրվել բոլոր եպիսկոպոսները։ Իր անկախությունն ամրապնդող Հայաստանի Հանրապետության պայմաններում Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսատ ժողով չգումարելու պատճառները չեն ներկայացվել եւ այդ որոշումը հիմնավորված չէ։ Համակարգող խորհրդի եւ նրան միացած եկեղեցականների արծարծած խնդիրներին, հայ եկեղեցու բարենորոգմանը, հայաստանյաց առաքելական մեր Սուրբ եկեղեցու փաստացի պետի եւ որոշ այլ բարձրաստիճան հոգեվորականների առանձին խնդրահարույց եւ աղմկահարույց դեպքերին Մայրաթորի կողմից առ այսօր որևէ արձագանք չի եղել։ Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալված Հայաստանի Հանրապետության պետեկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։ Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Նշենք, որ օրեր առաջ Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ գաղտնի քննչական գործողությունների արդյունքում հանցավոր արարք կատարելուց անմիջապես հետո ձերբակալվել են Կամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորներ, վերջիններս մեղադրվում են տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության դիմաց նրանցից առանձնապես խոշոր չափերի 9 միլիոն դրամ կաշառք ստանալու մեջ։ Տեր Զարեհ Քահանա Աշուրյանը, ով ժամանակին հոգևոր ծառայություններ իրականացնում Մասյացոտնի թեմում, իսկ այժմ Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվն է, զարմացած է ուր են նայում իրավապաշտպան կազմակերպությունները, երբ սպառնում են հոգևորականներին։ Ինչու չեն արձագանքում մեր պետությունում հավատարմագրված ներկայացուցչությունները, երբ այսքան ատելության խոսք է գեներացվում եկեղեցականների դեմ, ովքեր չեն միաբանվում իշխանականներին ընդդեմ Սուրբ եկեղեցին, երբ մեր հոգևորականները ֆիզիկական հաշվեհարդարների սպառնալիքի տակ անգամ վախենում են ընտանիքի անդամներին տանը միայնակ թողնել։ Վտանգված է ժողովրդավարությունը, անձնական կյանքի անձեռնմխելիությունը, աշխարհը կուրացած է նրանց աչքերը փակեն մեր խնդիրների համար։ Նրանք չեն տեսնում մեր հոգևորականների եւ հավատացյալների տառապանքը, նշել է Տեր հայրը։
Այո, պետական պարտքն աճել է եւ ինչ որ մի միլիարդից դարձել է ուրիշ միլիարդ, բայց պետություններ կան, որ տրիլիոններով ունեն։ Ինչու ենք այդ միլիարդից խոսում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Ֆինանսների նախարարն առաջարկել է խոսել դրա համամասնությունից եւ որպես օրինակ նշել է 2018 թվականին պարտք հնան մոտ 52%-ներ, հիմա 48% է։ Այսինքն պարտքը սպասարկելու մեր հնարավորություններն ավելի մեծացել են, այլ կերպ ասած, այն ծախսերը, որոնք մենք արել ենք պարտքի հաշվին, տվել են այն արդյունքները, որով հնարավոր է եղել մեր եկամուտները մեծացնել, այնքան որ մենք շարունակում ենք խնդիր չունենալ այդ պարտքը սպասարկելու ուղղությամբ, հայտարարել է նախարարը։ Հայաստանը Ադրբեջանին է ուղարկել իր բեռների Ռուսաստան տարանցման վերաբերյալ հարցում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Դե ֆակտո միակողմանիորեն բացել ենք միջանցքները։ Ներկայումս բեռնափոխադրումը իրականացվում է Վրաստանի տարածքով, սակայն մի օր երթուղին կանցնի Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքով եւ այդ օրը հեռու չէ, նշել է նախագահը։ Ալիևը խոստովանել է, որ կարող էին շարունակել պատերազմը, դա սակայն կնշանակեր անվերջ պատերազմներ, տառապանքներ, զոհեր, ինչ որ մեկը պետք է դա կանգնեցներ։ Դա Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների միասնական որոշումն էր՝ փակել հակամարտության էջը եւ բացել խաղաղության հնարավորությունները։ Դա տեղի ունեցավ ռեկորդային արագությամբ եւ Թրամփի ներկայությամբ ես եւ ՀՀ վարչապետը ստորագրեցին խաղաղության հռչակագիրը, նախաստորագրեցին խաղաղության պայմանագիրը, ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահի խոսքով Թրիփով տրանսպորտային միջանցք է ստեղծվում Կենտրոնական Ասիայից Կասպից ծովով, Ադրբեջանով, Հայաստանով, Նախիջևանով, Թուրքիայով դեպի Եվրոպա։ Նա հավելել է, որ զուգահեռ ընթացող Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացները կհանգուցալուծվեն նույնպես զուգահեռաբար Հայաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների համաժամանակյա հաստատմամբ։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կեղծ է որակել այն տեղեկությունը, որ Գազայի հատվածի հետ կապված խաղաղության խորհրդին միանալու համար անհրաժեշտ է $1 միլիարդ ներդրում կատարել։ Պետության ղեկավարը մեկնաբանել է տեղեկությունը Մինսկում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Լրատվամիջոցների ներկայացուցիչները նրան հարցրել են խաղաղության խորհրդին միանալու իրական պայմանների մասին եւ հետաքրքրվել, արդյոք $1 միլիարդ ներդրման մասին լուրերը ճիշտ են։ Այն հիվանդ մարդիկ, ովքեր խոսում եւ գրում են $1 միլիարդ ներդրման մասին, կրկին սխալվել են։ Պարզապես պետք է կարդալ փաստաթուղթը։ Ներդրում անհրաժեշտ չէ, ասել է Լուկաշենկոն։ Աշխարհը այժմ շարժվում է դեպի մի վիճակի, երբ գործում է միայն ամենաուժեղի օրենքը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Պետության ղեկավարը խոսել է համաշխարհային աշխարհաքաղաքական իրավիճակի մասին համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ։ Նայեք այն իրավիճակին, որում մենք հայտնվել ենք։ Դա անցում է դեպի կանոններից զուրկ աշխարհ, որտեղ միջազգային իրավունքը խախտվում է եւ որտեղ միակ օրենքը, որը կարծես կարեւորություն ունի, ամենաուժեղի օրենքն է, ասել է Ֆրանսիայի ղեկավարը։ Նա նշել է, որ աշխարհում բռնության մակարդակը բարձրանում է։ Մակրոնի խոսքով 2024 թվականին գրանցվել է ավելի քան 60 զինված հակամարտություն։ Ֆրանսիայի նախագահը այս թիվն անվանել է բացարձակ ռեկորդ։ Ինչպես նշել է Ֆրանսիայի ղեկավարը, հակամարտությունները գնալով ավելի են ազդում ոլորտների լայն շրջանակի վրա, այդ թվում թվային ոլորտի, առևտրի եւ տիեզերքի։ Եղանակը առաջիկա օրերին։ Հունվարի 22-ին 24-ից 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ին սպասվում է ձյուն։ Հանրապետության տարածքում հունվարի 24-ից 3-ը 22-ին 25-ից 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ին եւ 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Լեռնային շրջաններում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին հյուսիսային 2-ից 5 մետր վարկյան։ Հունվարի 22-ից 24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամուշ գնացում 15-ից 18 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի գիշերը կնվազի 3-ից 6 աստիճանով, հունվարի 23-ից 24-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-ից 10 աստիճանով։